21-րդ դարի սկզբին երկիր մոլորակի վրա ավելի շատ հավ կար, քան մարդ։ Տարեկան մի քանի տրիլիոն հավ են բուծում, իսկ ամեն հավը իր հերթին տարեկան մոտավորապես 300 ձու է ածում։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք հավի բտիկներով և բանջարեղենով շատ համեղ կերակուր։ Կսկսենք հավի բտիկներից, իսկ ավելի շուտ հավի բտիկների համար նախատեսված համեմունքից։ Կվերցնեմ Marantic ընկերության համեմունքներից քարի, քրքում, սխտորի փոշի, չորացրած ուրց, իհարկե աղ, սև պղպեղ, և կարծում ժամանակն է կանգնել։ Տրորում ենք։ Կարևորը արեցինք։ Այժմ սառնարանից հանում ենք ինչը կարող է պետք գալ, չգիտեմ, կարող է պետք գալ, կարող է պետք չգալ։ Կարևորը բդիկները չմոռանանք։ Գործի ենք դնում սիրելի ամանը, շատ հարմար է սիրելի ամանի մեջ, որևիցե գործողություն անել։ Վերցնում ենք այսպես հավի բդիկները, երկու կողմից համևում ենք, լցնում ենք բուսայուղ, մոտ 2 ճաշի գթալ, մնացած համեմունքը և տակնու վրա ենք անում, որպեսզի համեմունքը հավասար տարածվի։ Եվ լավ տրորում ենք, լավ տակնու վրա ենք անում այսպես։ Շատ լավ ստացվեց։ Առաջարկում եմ թողնել մի փոքր մարինացվի։ Կերակուրը պատրաստելու համար հաջորդ մթերքը դա ագարիկոն սուգն է։ Ահա նա։ Նրան հարկավոր է տապակել։ Գործի ենք դնում մեծ տապակը, բուսայուղ ենք տաքացնում, տեղադրում ենք տախտակը, կողքինը և կտրատում ենք սա փոքրը, վերցնենք մեծ տախտակը, որպեսզի սունկը տեղավորվի, շատ մանր չենք կտրատում, վերցրել եմ միջին չափի սունկ, մոտ 20 սունկ և ամեն սունկը կտրատում եմ 4 մասի։ Այսպես։ Առաջին հայացքից թվում է, թե սունկը չի տեղավորվի տապակի մեջ, բայց դա առաջին 2 րոպեն։
Դրանից հետո սունկը փոքրանում է եւ շատ հանգիստ տեղավորվում է տապակի մեջ, այնպես որ մի մտածեք։ Որպեսզի սունկը արագ ջերմային մշակման ենթարկվի, հենց սկզբից համեմում ենք Մարանիկ ընկերության աղով։ Մինչ սունկը կտապակվի, կփոքրանա, կտեղավորվի տապակի մեջ, մշակում ենք հաջորդ մթերքը։ Դա քաղցր պղպեղն է։ Առաջարկում քաղցր պղպեղը խորովել։ Այսպես վերցնում ենք քաղցր պղպեղները, 1, 2, 3 պղպեղ։ Հեռացնում ենք պտղակոթը սերմերը։ Այսպես կիսում ենք մեջտեղից։ Եվ հեշտությամբ հեռացնում ենք սերմերը։ Գործ ենք դնում ջեռոցի տապակ։ Յուղաթուղթ ենք փռում։ Թրջում եւ ճմրթում ենք յուղաթուղթը, որպեսզի հեշտությամբ տեղադրենք։ Շատ լավ ստացվեց։ Շարում ենք պղպեղի շերտերը։ Խառնենք սունկը եւ վերադառնանք պղպեղներին։ Յուղում ենք։ Այստեղ բուսայուղ ենք լցնում եւ հեշտությամբ վրձնի օգնությամբ երկու կողմից յուղում ենք։ Եվ չմոռանանք հակառակ կողմից շրջենք եւ յուղենք Պղպեղները կհամեմեմ Մարանիկ ընկերության ծովի աղով։ Քանի որ տապակի մեջ տեղ կա, մենք այն կօգտագործենք։ Մյուս մթերքը, որը կառաջարկեմ, դա ցուկինին է։ Կվերցնեմ 1.5 ցուկինի։ Կկտրատեմ այն տափողակների։ Սրանք էլ համեմենք, յուղենք եւ շարենք յուղաթղթի վրա։ Կհամեմեմ Մարանիկ ընկերության ծովի աղով։
4 պղպեղով, մշկնկույզով, չմոռանանք սնկի մասին, արդեն կարմրում է, մի կողմից կարմրել է, մյուս կողմից թող կարմրի և կհանենք տապակից, տեսեք ինչ լավ տեղավորվեց սունկը, մշկնկույզ, մի քանի կաթիլ բուսայու ենք լցնում և տակն ու վրա անում։ Փորձենք տեղավորել։ Շատ լավ տեղավորվեց։ Դնում ենք վերևի դարակաշարը, միացնում ենք ջեռոցը գրիլ եղանակով, 200 աստիճան և փրկում ենք սունկը, շատ արագ փրկում ենք սունկը, հենց այսպես, ահա, շատ լավ կարմրեց, դու կողք գնամ մի խանգարի, վերադառնանք հավի բդիկներին, սա էլ ենք ուղարկելու ջեռոց, ևս մեկ յուղաթուղթ ենք փռում, նույն կերպ և շարում ենք հավի բդիկները, արա եստեղ, հանգիստ, միշտ ապիր, սա էլ ուղարկենք ջեռոց, ընթացքում կհետևենք։ Այժմ բաղադրիչները հարկավոր է միավորել։ Ինչպես, հարցրեք, ինչպես։ Սոուսով, իհարկե սոուսով։ Կառաջարկեմ ընկույզ բովել։ Բավական։ Բոված ընկույզը պետք է սառեցնել։ Վերցնում ենք հարիչի ամանը։ 1, 2, 3։ 3 մեծ պճեղ սխտոր ենք մանրացնում լցնում։ Մեկ, երկու, երեք ճուղ կանաչ ռեհան ենք վերցնում, օգտագործելու միայն տերևները, այսպես պոկոտում և լցնում ենք հարիչի ամանի մեջ։ Լցնում ենք ընկույզը,
բոված Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով մի պտղունց մեկ թեյ գթալ աղ, մեկ պտղունց կես թեյ գթալ շաքարավազ, աղացած սև պղպեղ, կաթի սերուցք, մոտ 150 գրամ, կես լայմի հյութ, պարմեզան պանիր են քերում, մոտ 2 ճաշի գթալ, մանր անցքերով, փոքր շատ ստացվեց, բայց պարմեզանը երբեք շատ չի լինում։ Կավելացնեմ նաև ծլեցրած մանանեխի տերևներ։ Սա էլ կես թեյ գթալ համարենք և հարում ենք։ Համ տեսենք, մոգական է, սոուսը պատրաստ է, ջեռոցում եղած մթերքը պատրաստ լինելուց հետո կշարունակենք։ Այս պահից կարելի է շարունակել երկու ճանապարհով, կամ մթերքները շարում ենք մատուցվող ափսեի մեջ և մատուցում ենք սոուսով, կամ մանր կտրատում ենք, լցնում ենք իրար վրա, խառնում ենք սոուսի հետ և նոր մատուցում։ Ես որոշեցի այսպես անել։ Ընդամենը կզարդարեմ սամիթի տերևներով։ Հավի բդիկներով և բանջարեղենով կերակուր։ Ափսեի մեջ քարի, քրքում, սխտորի փոշի, չորացրած ուրց, աղ, սև պղպեղ խառնել, բդիկները երկու կողմից համեմել, լցնել բուսայուղ, տակն ու վրա անել, բուսայուղ տաքացնել, 4 մասի կտրատած ագարիկոն սունկ տապակել, համեմել աղով, հենց տապակվի, տեղափոխել ափսեի մեջ, մի կողմ դնել, քաղցր պղպեղը կիսել, հեռացնել պտղակոթը և սերմերը, վերցնել ջեռոցի տապակը, թրջած և ճմրթած յուղաթուղթ փռել, շարել մշակված պղպեղները, երկու կողմից բուսայուղ քսել, համեմել ծովի աղով։ Ափսեի մեջ լցնել տափողակների կտրատած ցուկինին, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, մշկընկույզով, տակն ու վրա անել։ Ցուկինին տեղավորել պղպեղի կողքին, ուղարկել 200 աստիճան տաքությամբ ջեռոց։ Հավի բդիկները տեղավորել յուղաթղթով ծածկված մեկ այլ տապակի մեջ, դա էլ ուղարկել ջեռոց։ Սոուսի համար ընկույզ բովել, սառեցնել, լցնել հալիչի մեջ։ Ավելացնել մանրացրած սխտոր, կանաչ ռեհանի տերևներ,
համեմել աղով, շաքարավազով, աղացած սև պղպեղով, ավելացնել կաթի սերուցք, լայմի հյութ, քերած պարմեզան պանիր, ծլեցրած մանանեխի տերևներ, հարել, բդիկներն ու բանջարեղենը մատուցել սոուսի հետ, զարդարել սամիթի տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բուլղարական պղպեղ, ցուկինի, սագախոտ, ձիթայուղ, պարմեզան պանիր եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մարանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։